Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը կրկին հայտարարում է. ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, եւ այս անգամ նա դա չի ասում որպես հեռավոր երազանք, այլ որպես պետական հանձնարարական։ Ալիևը բաց էի բաց հրահանգում է. իր գիտնականները, պետական կառույցներն ու քարոզչական մեքենան պետք է սկսեն աշխատել այդ ուղղությամբ։ Բայց եթե սա լիներ պարզապես հերթական Ալիևյան սպառնալիք, այն կարող էր անտեսվել։ Խնդիրն այլ է։ Այս ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանու ներքո, որը ոչ միայն լռում է, այլ նաև իր խոսքերով արդարացնում թշնամու պնդումները։ Ալիևը հայտարարում է, որ 20-րդ դարի սկզբի ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, թե Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Այս հայտարարությունն ունի երկու ուղղակի նշանակություն։ Առաջինը գաղափարական, պատմական իրավունք ձևավորելու համար, երկրորդը քաղաքական, ապագայում տարածքային պահանջների հիմք ստեղծելու համար։ Փաշինյանը ոչ թե մերժեց Ալիևի խոսքերը, այլ սկսեց բառացիորեն վերլուծել, ինչ նկատի ուներ Ալիևը։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ եթե ցարական քարտեզներում եթե նայենք Սևանալից չկա, կա այլ անուն։ Հա ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետեւ հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահ ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչայա, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանալի, չկա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ, բայց իրականում ես մեկնաբանեցի արդեն իմ ելույթում, որտեղ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք ես բաների մասին ասի Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասի Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի։ Այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք։ Այս խոսքը փոքրիկ բացատրություն չէ, սա պետական մակարդակով Ալիևի օրակարգի օրինականությունը ընդունելու փաստ է։ Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սկսում է քննարկել, արդյոք Սևանը Գյոյչա է եղել, նա բառացի խաղում է նույն սեղանի վրա, որտեղ Բաքուն արդեն գծում է Հայաստանի նոր քարտեզները։ Սա պետական դավաճանություն է մանիպուլացված ճակերտավոր խաղաղության գաղափարի ներքո։ Ալիևը այս հայտարարությամբ իրականում ստուգում է, որքան հեռու կարող է գնալ Նիկոլի իշխանության համաձայնության վրա։ Նա տեսնում է, որ հայաստանյան իշխանությունը պատրաստ է ընդունել ամեն ինչ, միայն թե պահպանվի իր ճակերտավոր խաղաղասեր իմիջը։ Եվ հենց այդ պատճառով է, որ Ալիևը անցնում է հաջորդ փուլին, պետական հիմնարկների մակարդակով հրահանգելով աշխատել վերադարձի ուղղությամբ, այսինքն ներխուժում առանց պատերազմի։ Ալիևը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները չի թաքցնում, բայց Նիկոլի իշխանությունը իր քայլերով դարձնում է այդ նկրտումները իրատեսական։ Այսօր Ալիևը քարտեզներով ցույց է տալիս, որ Սևանը Գյոյչան է, վաղը կասի Գեղարքունիքը, Շիրակը եւ ամբողջ Հայաստանը Ադրբեջան է։ Այս ամենին հակադարձելու փոխարեն Երևանում որոշ պաշտոնյաներ ճակերտավոր պարզաբանումներով են հանդես գալիս։ Սա է իրական վտանգը։ Բաքվի ծրագրերը այլևս չեն առաջանում ռազմական գործողություններով, այլ քաղաքական հնազանդությամբ Երևանի ներսից։ Նիկոլի կառավարությունը դարձել է այն մեխանիզմը, որի միջոցով Ալիևը փորձում է իրացնել այն, ինչ առայժմ չի կարողանում իրականացնել զենքով։ Այս ամենը փաստացի նշանակում է, որ ոչ օգոստոսի 8-ի համաձայնություն գոյություն ունի, ոչ էլ խաղաղություն։ Այդ ամենը միֆ է, որով Նիկոլը նախընտրական այս շրջանում փորձում է հանդես գալ ձայներ կորզելու նպատակով։ Ժամանակին ազգային գործիչները, Բևերի խորհրդի անդամները ոչ թե մեկ, այլ անթիվ անգամներ նախազգուշացնում էին, որ Ալիևը չի հանդարտվելու, պահանջելու է ավելին, ոչ միայն խոշոր ֆինանսական եւ տնտեսական զիջումներ կամ Սյունիքը, այլ նաեւ Սևանը եւ ադրբեջանցիների վերաբնակեցումը։ Հիմա դա արդեն գործնական փուլ է մտնում Նիկոլ Փաշինյանի իշխանության գործնական մասնակցությամբ։ Սա արդեն հանգեցնում է երկրի ներսում համակարգային ճգնաժամի, որտեղ պետական ինստիտուտները հետզհետե դառնում են թշնամու օրակարգի տարածման մեխանիզմ։ Եվ սա ցույց է տալիս, որ Ալիևը Հայաստանի ներքին քաղաքականության միջոցով իրականացնում է իր ռազմավարությունը։ Եվ եթե սա շարունակվի նույն տրամաբանությամբ, ապա այն քայլերը, որոնք այսօր իրականացվում են ճակերտավոր խաղաղության պահպանման անվան տակ,
Վաղը կարող են վերածվել Հայաստանի տարածքային ու ինքնության կորուստների իրական գործընթացի։ Միակ առաջնահերթ քայլը, որը պետք է հայ ժողովուրդն անի այս ամենը կանգնեցնելու համար, Ալիևի եւ Էրդողանի տեղի կամակատարին եւ նրա հակահայ խմբակին օր առաջ իշխանությունից հեռացնելն է։